Զաքարիա մարգարեություն 1-5։ Գրված է, ձեր հայրերը ուր են։ Եվ միթե հավիտյան պիտի ապրեն մարգարեները, բայց ես այսօր այս առաջի մասին եմ խոսում։ Ձեր հայրերը ուր են։ Գիտեք, այս տպավորությունը ոնց որ Աստված միշտ ինչ-որ կատեգորիայի մարդկանց դիֆիցիտ ունի։ Ինքը փնտրում է երկրպագուներ, ինքը փնտրում է մարդիկ, ովքեր որ երկրի համար կկանգնեն խրամատի առաջ ու կբարեխոսեն, որպեսզի երկիրը օրհնված լինի։ Այստեղ ասում է ուր են ձեր հայրերը, այսինքն դիֆիցիտ է, ինչ-որ մի բան ճիշտ չի, ինչ-որ մի բան իր տեղը չի։ Միգուցե իրենք կան ֆիզիկապես, բայց հայրական սիրտը, հայրական հոգին, Տեր ասում է ուր է դա։ Եվ դա այսօր դիֆիցիտ է ռեալ։ Եվ մյուս համարը Մաղաքիա 4:5-6-ում գրված է, Մաղաքիա 4:5-6։ Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն, Տիրոջ մեծ ու ահեղ օրը գալուց առաջ, եւ նա պիտի դարձնե հայրերի սիրտը դեպի որդիները, եւ որդիների սիրտը դեպի իրենց հայրերը, որ միգուցե ես գամ եւ երկիրը զարկեմ անեծքով։ Աստծո խոսքը ասում է, որ երբ որ կգա այն մեկը, որին որ Տերը պետք է ուղարկի այդ հզոր օրը, եւ նա պիտի դարձնի հայրերի սիրտը, Տերը խոսում է, գիտեք, սա Հիսուս Քրիստոսի մասին է մարգարեությունը, որ Եղիան գալու է, բայց տեսեք, այստեղ ասում է, եւ նա պիտի դարձնի հայրերի սիրտը դեպի որդիները, եւ որդկան սիրտը դեպի իրենց հայրերը, որ հանգած չլինի, որ ես գամ ու այդ հարաբերությունները շտկված չլինեն ու դրա պատճառով երկիրը անիծված լինի։ Գիտեք, երկիրը չի անիծվում մենակ նրա պատճառով, որ պատերազմ է, երկիրը չի անիծվում նրա պատճառով, որ ինքը գազ չունի, նավթ չունի, ծով չունի, երկիրը նաև կարող է անեծքի տակ լինել, որովհետև հայրերի ու որդիների հարաբերությունները ճիշտ չեն, սրտերը իրարից հեռու են, եւ Աստծո խոսքը ասում է, որ հանգած չլինի գամ եւ տեսնեմ այդ իրավիճակը եւ այդ օրհնություն չի բերի երկրի համար, այլ երկրի մեջ կարող է անեծք բերի դա։ Գիտեք, ինչ որ մի բան ճիշտ չի գնում այս առումով։ Մենք ունենք երկու պրոբլեմ։ Հայրեր, որոնք չեն համապատասխանում իրենց նախասահմանությանը, եւ ունենք որդիներ, երկրորդ պրոբլեմը, որոնք չեն վերաբերվում իրենց հայրերին, ինչպես որ պետք է վերաբերվեն։ Երկու կատեգորիա է։ Հայրեր, որոնք իրենց տեղում չեն, եւ որդիներ, որոնք իրենց հայրերին չեն պատվում։ Եվ սա օրհնություն չի, եւ Աստծո խոսքում գրված է, որ սա լուրջ պրոբլեմ է ոչ միայն ընտանիքի համար, սա լուրջ պրոբլեմ է ոչ միայն եկեղեցու համար, այլ սա լուրջ պրոբլեմ է նաեւ երկրի համար։ Տվյալ պարագայում Հայաստանի համար կարա դա լուրջ պրոբլեմ լինի։ Գիտեք, ես մտածել եմ ինչի է մինչև հիմա Աստված դեռ պահում է երկիրը, այսքան պրոբլեմ կա, այսքան դժվարություններ կա, եղերն ա եղել, պատերազմներ ա եղել ամբողջ ժամանակների ընթացքում, բայց գիտեք մի բան կա, որ Հայաստանում որ մինչև հիմա պահում է, որովհետև դեռ երիտասարդները ինչ որ չափով դեռ հարգում են մեծերին։ Եվ սատանայի նպատակն է, որպեսզի քանդի այդ կապը, եւ իր նպատակն է, որպեսզի խախտի այդ կապը, որ երկիրը անեծքի տակ լինի։ Ուր են մեր գրված է ուր են ձեր հայրերը։ Մենք այսօր կարող ենք հարց տալ։ Մենք ապրում ենք այս երկրում, մենք շատ լավ գիտենք, թե ինչ է կատարվում, ինչ է տեղի ունենում կամ ինչ է տեղի ունեցել մեր երկրում։ Մեր երկրում տեղի ունեցել այն, որ մենք չենք ունեցել երկրում հայրեր։ Ուր են մեր քաղաքական հայրերը։ Ուր են մարդիկ, ովքեր ժողովրդին ոչ թե տեսել են օգտվելու ինչ-որ մի աղբյուր, այլ իրենք հայր են, որոնք ոչ թե եկել են վերցնելու, այլ նրանք եկել են տալու, որովհետև հայրերը սրանք տվող մարդիկ են, հայրերը իրենց երեխաներին, իրենց երկրին, իրենց ժողովրդին տալիս են, ոչ թե ինչպես մենք գիտենք, որ ժողովուրդը աղքատության մեջ է, բայց ինչ որ մարդիկ հայրերը, այրերը, էլիտան, որոնք որ հարստանում են, ում հաշվին, բնականաբար երեխեքի հաշվին, բայց հայրը չի կանչված, չի նախասահմանված, որ երեխեքի հաշվին ինքը հարստանա, հայրը նախասահմանված է, որ երեխեքին հարստացնի։ Դրա համար ես ուրախ եմ այս լոզունգից, հարստացեք եւ հարստացրեք։ Ես ուրախ եմ սրա համար։ Թող էդի տես լինի, թող փոխվեն մեր երկրի այրերը եւ դառնան հայրեր։
թող այրերը դառնան հայրեր։ Եվ մենք միշտ ասում ենք, если հովին պետքա պատվել, առաքյալին պետքա պատվել եւ իրենք էլ են ասում, մեզ պետքա պատվեք, դա ինչ-որ կողմից ճիշտ է, բայց ես հարց ունեմ մեզ պաշտոնյաներից, ծառայողներից, առաջնորդներից, իսկ դու մտածել ես հայրական սիրտ ունենալու մասին։ Գիտեք, տարբերություն կա պաշտոնյաների մեջ եւ տարբերություն կա հայրերի մեջ։ Բոլոր հայրերը արդեն կարան պաշտոնյա լինեն։ Եթե դու հայրական սիրտ ունես, դու արդեն ավակ ես։ Բայց ոչ բոլոր նաչալիկները, շեֆերը, պետերը ոչ բոլոր ունեն հայրական սիրտ։ Ահա դիֆիցիտ է։ Դրա համար Տեր ասում է, ես ինչ-որ մի բան ուզում եմ շտկել, ինչ-որ մի բան ուզում եմ ուղղել, տենց ճիշտ չի։ Տեսեք, Պողոս առաքյալը շատ է գրում պաշտոնների մասին եկեղեցու, բայց ամենահոգևոր առաքյալը, Հովհաննեսը, սիրո առաքյալը, ինքը եկեղեցուն դիմում է, ասում է, երեխեք, մանկուկ, այսինքն, պատանիներ, երիտասարդներ, հայրեր, ինքը չի ասում առաքյալներ, ավակներ, տեսեք ինքը ոնց է դիմում, որտեվ ինքը հասկանում է, որ եկեղեցին դա պաշտոնների տեղ չի, եկեղեցին դա ընտանիք է, որտեղ պետք է լինեն հայրեր, երիտասարդներ իրենց հասկացողությամբ դուք հաղթել եք, երիտասարդները իրենց հոգին ունեն, իրենց դուխը ունեն, պատանիները իրենց դուխ ունեն, մանուկները իրենց ունեն եւ հայրերը իրենց կարգավիճակը ունեն որպես հայր, իրենց սիրտ ունեն եւ Հովհաննեսը տեսել է հենց այդպես եկեղեցին։ Դուք ասես, բայց չի այդ ամեն ինչ ինչ որ գրած է, առաքյալը ճիշտ է, բայց առաքյալը, հովիվը եւ մյուսները պետքա սիրտ ունենան եւ բոլոր ավակները։ Սկսած բոլոր ավակներից, ավակությունը դա մի բան չի, որ դու ուղակի դրված ես այդտեղ, որ մարդկանց հրամայես, իրանք է քեզ լսեն։ Ոչ, ինչ որ մի բան սխալ է գնում, ինչ որ մի բան ճիշտ չի գնում, Աստված ուզում է հայրեր բարձրացնի ամենուրեք, որ երկիրը օրհնված լինի, քաղաքական հայրեր, տնտեսական հայրեր, հոգևոր հայրեր, որոնք որ հայրություն կանեն, ոչ թե թաղումից թաղում, հարսանիքից հարսանիք, կամ էլ այս պարագայում քարոզից քարոզ, ծառայությունից ծառայություն,